Բարի օր սիրելի Facebook-ահայեր, Twitter-ահայեր, այս պահից մեր աշխատասենյակից ուղիղ միացումն է ուղիղ եթերում։ Մենք այսօր բավական հետաքրքիր ծրագիր ունենք, վերջապես կարող ենք ասել, որ Հանրապետականի և Դաշնակցության կոալիցիան, կամ ինչպես իրենք են ասում, քաղաքական համաձայնությունը արդեն այսօր կկայանա, մոտավորապես 1 ժամից նախագահական նստավայրում, քանի իմ գործընկեր Ռուզաննա Ստեփանյանը դեռ չի գնացել նախագահական նստավայր, զրուցենք նրա հետ։ Ռուզաննա, փաստորեն մոտ 15 րոպեից արդեն պիտի գնաց նախագահական, ինչ է դեռ սպասվում։ Ավելի ուշ իհարկե կմեկնարկի հանդիպումը եւ նաեւ արարողությունը, այսպես ասենք, ստորագրվելու է քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր, ստորագրողներից մեկը լինելու է Իշխող Հանրապետականի ղեկավար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ Դաշնակցության կողմից Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, եւ այսօր ես զրուցել եմ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, եւ նա մեզ այդ զրույցում ասաց, որ 4-5 էջանոց փաստաթուղթ է ստորագրվելու, որ այսպես փոխզիջումների միջոցով են ձեռք բերել, եւ այդ փաստաթուղթը, ինչպես Արմեն Ռուստամյանը ձևակերպեց, իրենց ներքին սահմանադրությունն է լինելու, եւ իմ հարցը հետեւյալն է, թե արդյոք այդ 4-5 էջանոց փաստաթուղթը իսկապես ինչ-որ էական բարեփոխումներ կբերի երկրում, եւ նաեւ այն խնդիրների լուծումները, որոնք առավել շատ են հանրությանը մտահոգում, կոռուպցիայի պայքար, մենաշնորհների դեմ պայքար, եւ Արմեն Ռուստամյանը շատ այսպես լավատես էր, այո, նա նշում էր, որ այո, հնարավոր է, քանի որ պայմանավորվել են նաև դրանց հետ կապված ամրագրումներ են արել այդ փաստաթղթում, եւ փաստաթուղթը դեռ հրապարակված չէ, չենք տեսել։ Հրապարակված չէ, այո, ժամեր անց երևի ամենավոր 2 ժամից, այո, հրապարակվեց եւ կստորագրվի արդեն։ Եվ նաև Արմեն Ռուստամյանը խոսեց իրենց հնարավոր նշանակումների եւ պաշտոնների մասին, արդեն պարզ է 3 նախարար կտրվի այս համագործակցության շրջանակներում Դաշնակցությանը, այո, 2 մարզպետ անունները թվարկեց եւ հետաքրքիր է նա չբացառեց, որ այլ պաշտոններ դաշնակցականները կստանան, մասնավորապես չհերքեց, որ հնարավոր է Արաբկիրի թաղապետի պաշտոնը նույնպես տրվի Դաշնակցությանը։ Շնորհակալություն։ Իդեպ ես նշեմ, որ մենք ուղիղ եթերով հեռարձակելու ենք այս հանդիպումից եւ ստորագրումից հետո նաեւ փոքրիկ բրիֆինգ է սպասվում։ Ես հույս ունեմ, որ բրիֆինգի մասնակիցները նախագահ Սերժ Սարգսյանը եւ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը ազատության հարցերին եւս պատասխանեն։ Այժմ մենք մի հետաքրքիր նյութ ունենք, այսօր նոր նշանակված, նոր ընտրված օմբուդսմենին աշխատակազմին ներկայացրել են Իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորներ, այդ նյութը պատրաստել է Աստղիկ Պետրոսյանը։ Աստղիկ, ինչ է կատարվում այսօր առավոտյան։ Այսօր առավոտյան մարդու իրավունքների աշխատակազմը, որը արդեն բավական երկար ժամանակ առանց ղեկավար է մնացել, համենայն դեպս առանց օմբուդսմեն, իր նոր ղեկավարի հետ ծանոթացավ, այդ ծանոթացման այդ գործը ստանձնել էին Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության 2 ներկայացուցիչներ, փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն ու Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը, Չեմ հիշում, որ որևէ, գուցե սխալվում եմ, բայց չեմ հիշում, որ որևէ օմբուդսմենի ներկայացրած լինեն իշխանության ներկայացուցիչները, թեև դժվար է պնդել, որ դա առաջին անգամն էր, ամեն դեպքում ինձ համար ամեն դեպքում ուշագրավ հանգամանք էր, որ Իշխող Հանրապետականի ներկայացուցիչները օմբուդսմենի եւ փաստորեն իր աշխատակազմի միջև միջնորդ էին։ Աշխատակազմից ինչ-որ արձագանք եղավ այդ աշխատակազմի հետ երկար չհասցրեց շփվել Արման Թաթեյանը, որովհետև հիմնականում այդ ներկայացման, այսպես ասենք, շրջանը ավարտվեց եւ դրանից հետո հենց Թաթեյանի հորդորով աշխատակազմը գնաց աշխատելու, այո, հավաքվել էին մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, հետաքրքիր էր եւ ներկայացումը եւ դրանից հետո մարդու իրավունքների պաշտպան
պաշտպանի, այսպես ասեմ, գնահատականն ու խոսքը լրագրողների հետ մի փոքրիկ, ու նաև մենք երեք լրատվական կենտրոնում հյուրեր ենք ունեցել մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն ու պետաիրավական հարցերի հանձնաժողովում նրա մրցակից Զարուհի Փոստանջյանը, այո, որոնք գնահատականներ են հնչեցրել եւ այսօր կփորձենք այդ գնահատականներն ու Թաթոյանի պատկերացումները նաև հակադրել եւ տեսնենք թե ով ինչպես է մտածում։ Հակադրել չասենք, բայց գոնե ով ինչպես է մտածում։ Իդեպ իրավապաշտպաններն այժմ խիստ մտահոգված են Հայաստանում, նշում են, որ քաղաքական բանտարկյալներ կամ քաղաքական դեպապարտարներով բանտարկյալներ կան։ Պարոն Թաթոյանը ինչպես է վերաբերվում այդ գործերին, պատրաստվում է աչալուրիչորեն հետևել կամ ինչ-որ մասնի։ Ինքը ասում է, որ առաջնային են քաղաքական հնչեղություն ունեցող գործերը, բայց այս օրերին թե քննարկումների ընթացքում, թե այսպես համառ հարցերի ընթացքում նա այդպես էլ չօգտագործեց քաղաքական բանտարկյալ տերմինը, փորձեց շրջանցել հնարավորինս ասելով, որ պետք է ծանոթանա չափորոշիչներ կան, ի վերջո միջազգային չափորոշիչները պետք է տեսնեն ինչքանով են վերաբերում, այո, ինքը ժամանակ է խնդրում, թե ծանոթանալու գործերի, թե այդ գործերին ծանոթանալուց հետո նաև այցելելու, այսպես ասենք, ակտիվիստներին, որոնք այս պահին ազատազրկված են, կալանավորված են ավելի ճիշտ, այդ ամենի համար նա ժամանակ է խնդրում։ Եղավ, շնորհակալություն, սպասենք, տեսնենք որոշ ժամանակ անց, թե ինչպես իրեն կդրսևորի մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Վերադառնալով նախորդ թեմային, այսօրվա քաղաքական թիվ 1 թեմային, Դաշնակցության եւ Հանրապետականի քաղաքական համաձայնությանը, մեկնաբանություններում գրեք, արդյոք դուք ինչ հույսեր եք կապում այս նոր համագործակցության հետ, կարծում եք արդյոք, որ Հայաստանում քաղաքական կյանքը ինչ-որ կերպ կփոխվի, իսկ մինչ այդ մենք մոտենանք, այսօր մի շատ ուշագրավ դեպք է տեղի ունեցել, կալանավորված քաղաքացիական ակտիվիստ իր պարկած ակցիաներով հայտնի Վարդգես Գասպարին այսօր տեղափոխել են հոգեբուժարան, Սիսակն է այս նյութով զբաղվում, Սիսակ ինչ էին փորձում ճշտել հոգեբուժարանում Գասպարին։ Արդեն ինչպես փաստաբան Տիգրան Եգորյանը Վարդգես Գասպարիի փոխանցեց, հոգեբուժարան տեղափոխել են ընդդիմադիր ակտիվիստին, քանի որ վերջինս իրեն հարցակնող քննիչին պարզապես հարցրել է դուք որևէ առնչություն ունեք 2008 թվականի մարտի 1-յան գործերի հետ եւ ըստ փաստաբանի քննիչը այդ հարցադրումից այսպես կասկածի տակ է դրել Վարդգես Գասպարիի առողջական վիճակը եւ ուղարկել է դատահոգեբուժական փորձաքննության, բայց փաստաբանների միջնորդությամբ այդ փորձաքննությունը չիրականացվեց, նրանք նշեցին, որ իրենց պաշտպանը ամենից նորմալ է, բայց մեկ այլ այսպես հայտարարությամբ հանդես եկավ Վարդգես Գասպարին էր խնդրել, որպեսզի փաստաբանները փոխանցեին, քիչ հետո նաեւ նշեցին, որ հավանաբար արդեն գրավոր եւ հենց ձայնագրված տեսքով միգուցե հրապարակեն։ Վարդգես Գասպարին արդեն 2 օր է բարձվում է գտնում է հացադուլի եւ ջրադուլի մեջ, բայց այդ մասին կարծես թե որևէ մեկը չէր, այսինքն անգամ այն որ հիմնարկը չէր նշել եւ փաստաբանը նույնպես տեղյակ չէր, նշեց, որ 2 օր է Վարդգես Գասպարին ջրադուլի եւ հացադուլի մեջ եւ նրան խցակիցները, ինչպես փաստաբանը նշեց, բարբերաբար, այսպես ծեծի են ենթարկում, հայոյում են եւ անգամ վրան սառը ջուր են լցնում այդ ամենից հետո։ Խոշտանգումների մասին է Վարդգես Գասպարին բացահայտում։ Եվ հիմա, ինչպես փաստաբանը նշեց, կրկին նույն այդ ուղղությունն են նրան տեղափոխում, մինչդեռ նա հացադուլի եւ ջրադուլի մեջ պետք է այլ խցում լինի եւ հենց մտավախությունն են փաստաբանները, որ այդ ճնշումները, հալածանքները կարող է շարունակվել, ինչպես փաստաբանը նշեց, այս պահին պատրաստում են Վարդգես Գասպարի այդ հայտարարությունը այսպես արձանագրեն եւ դիմեն մի մարդու իրավունքների եվրոպական դատարան, այսպես անհապաղ արագացված կարգով դիմեն խոշտանգումների մասով։ Այո, շնորհակալություն, մենք այժմ կարող ենք մոտենալ Նարինե Ղալեչյանին եւս մի ակտիվիստի, որ դեկտեմբերին ստվարաթղթե կանաչ ույնի տանկով ԱԱԾ շենքի դարպասների մոտ ակցիա իրականացրել, պարզվում է, որ օրերս մեղադրանք են առաջադրել, Նարինեն է հետևում այս թեմային, Նարինե, պարզվում է, փաստորեն այդ մեղադրանքից պարզ է դառնում, որ թղթե տանկը, ինչ-որ մեկի գույքն է փչացրել, հա, ԱԱԾ գույքն է փչացրել։ Արտակ Գևորգյանը եւ իր փաստաբանը, դեռ երեգերական Արտակ Գևորգյանը ակտիվիստ, իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որ իրեն կանչել են կենտրոնի քննչական կոմիտե եւ
փաստաթուղթը ձեռքին դուրս էր եկել, որը տարածել էր հետո, որոնք գրված է, որ արդեն մեղադրանք է առաջադրվել։ Ըստ հոդվածի 258 հոդվածի առաջին մասով փաստորեն Արտակը վնասել էր ուրիշի գույքը, այս դեպքում ինքն իր ստվարաթղթե տանկով մոտեցել էր ազգային անվտանգության ծառայության դարպասներին եւ տանկը կոտրել էր այդ ստվարաթղթե տանկը կոտրել էր հենց դարպասների վրա։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ասում է, ես չեմ բացառում, որ տղային կարող են անգամ կալանավորել, որովհետև պատիժը ամեն դեպքում սահմանում է կալանքը տույժ տուգանքներից բացի նաև մի քանի ամսից մինչև 2 տարվա կալանք։ Փաստորեն այդ ստվարաթղթե տանկի ակցիայի համար այդ տղան 24-ամյա տղան կարող է առավելագույն պատիժ, եթե տալը կարող է իրավապաշտպան ամեն դեպքում ասում է, ես չեմ բացառում, որ ինքը կարող է նաև Գևորգ Սաֆարյանի նման մի օր հանկարծ իրեն նույնպես կալանավորեն, քանի որ պատիժն ամեն դեպքում հոդված ամեն դեպքում Ոսկով խուլիգանության մի քանի մեղադրական կարգի խախտում, մի հոդվածով այդ բոլորը կա էլի։ Հետևենք գործը հետաքրքիր է, բավական հետաքրքիր է։ Այո, երեկոյան մանրամասները մեր երեկոյան եթերաժամին, երեկոյան ժամը 8-ին ուղիղ եթերով։ Ես չեմ ուզում ամբողջ ծրագիրը իհարկե ներկայացնել, եթե մոտենանք վերջինը մոտենանք մեր Անուշին, Անուշ, դու զբաղվում ես Սախարովի հրապարակինքից իրացման գործով, այս անգամ ինչ ես այնտեղ նկատել, 4 պատմամշակութային արժեք հանդիսացող շենքեր կային այնտեղ, թեև նրանք ցանկում են գտնվում, սակայն այսպես ասեմ շատ վատ փորձը, բավական տխուր փորձը չի նշում է, որ այդ շենքերի ճակատագիրը դեռ մշուշոտ է, այսինքն միայն ցանկում գտնվելը ոչինչ չի նշանակում, շատ հնարավոր է, որ մի գեղեցիկ ուժ այդ շենքերը կամ քանդվեն, կամ ինքնափլուզվեն, քանի որ արդեն այնտեղ այդ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի վրա մեխերով, գամերով մեծ հսկայական պաստառ է։ Գովազդային պաստառ կա արդեն շատ մեծ չափսերի, այստեղ նույնպես խնդիր է առաջանում, ամենևս ակտիվիստները բարձրաձայնել են այս խնդիրը, որ ինչքանով է պատշաճ նման մշակութային, պատմամշակութային հուշարձանի վրա այսպիսի գովազդ փակցնելը, մշակույթի նախարարությունը ասում է, ես գովազդի թույլտվություն չեմ տվել, քաղաքապետարանն էլ ասում է, որ մշակույթի նախարարությունն է այդ գովազդի հնարավորությունը տվել։ Այսինքն որևէ մեկը պատասխանատվություն չի վերցնում, անհայտ է, թե այդ հսկայական պաստառում թույլտվությամբ է հայտնվել քաղաքի կենտրոնում։ Ոչ բականատեր Սամվել Մանրապետյանն էլ ցավոք չի պատասխանում այլևս մեր հեռախոսազանգին, թեպետ Սակայն դու այսօր զանգահարել ես նա, նա խոստացավ ժամը 4-ին, ժամը 4-ից հետո պատասխանել մեր հարցերին, բայց դեռ չի պատասխանում։ Պարոն Մայրապետյան, մենք սպասում ենք ձեր պատասխանին։ Խնդրում եմ, եթե հնարավորություն ունեք, արձագանքեք, որովհետև ձեր ընկերությունն է այնտեղ իրականացնում իրացման աշխատանք։ Իդեպ չկա դեռ նախագիծ, տեղեկացնեմ, որ մշակույթի նախարարությունը նաև իր մոտ դեռ չունի այդ նախագիծը, թե մենք այսինքն դեռ չգիտենք նաև թե ինչ է այդտեղ խորանալու։ Եվ ներսում հիմա նույնիսկ օպերատորը Գարիկը ֆիքսել է, որ այնտեղ նույնիսկ արդեն սառնարան, մահճակալ է տեղադրված եւ մի կին չբացառեց, որ ներսում ապրում է։ Մենք կադրեր ունենք, կարող ենք այդ պաստառի կադրերը դիտել հիմա, մոտենանք մեր վիդեոթիմի մեր սիրելի վիդեոթիմի ներկայացուցիչներին, Դանիելն է մոնտաժում։ Դանիել, մի քանի կադր ցույց կտաս պաստառներից այդ հրշեջ շենքի։ Իդեպ այս շենքը երբ է կառուցվել։ Դա 19-րդ դարի վերջին կառուցված շենքերից է։ Իդեպ դա կառուցել է հենց Երևանի իր հեղինակած շենքն է, Երևանի առաջին ճարտարապետ Նիկողայոս Բունյացյանը, այո։ Սա եղել է հրշեջ կայանի շենքը, սա այդ պաստառն է, որ համար ամբողջ ճակատային հատվածը փաստորեն։ Ներսից կադրեր կարող ենք ցույց տալ ասպարին։ Ահա, խնդրեմ։ Այստեղ ինչ-որ սառնարան, մահճակալներ, անհասկանալի ինչ-որ կառույցի է վերածվել։ Այդտեղ մենք տեսանք եւ մահճակալը, եւ սառնարանը, եւ մնացած այլ։ Փաստորեն ներսում արդեն ապրում են եւ շենքը այդպես բավական ասեց, այսպես այստեղ ապրում են։
շենքը փլվում է։ Մենք ամեն դեպքում հետևելու ենք այս մշակութային արժեքների ճակատագրին, թե ինչ է կատարվելու։ Այժմ ինձ ասում են, հուշում են, որ մեզ մոտ նյութ ռեպորտաժի հարցազրույցի համար Ազատություն TV-ի եկել Կարպիս Փաշոյանը, ես հիշեցնեմ, սա այն ուսուցիչներ, որին հեռացրել են աշխատանքից։ Ճիշտ եմ հիշում։ Որ խնդրեմ ներկայացնել ինչ պատմություններ, ինչներ է ձեզ։ Կարինեն է զբաղվում այս հարցով, այս հարցազրույցով։ Եթե խոսք վերաբերում է ինչին ազատել, մենք իրավնորյա ռեալիզականի համար ենք նույնիսկ պատրաստում, խոսք վերաբերում է հանրապետական դպրոցներում քաղաքացի դաստիարակելու այսպես մեթոդիկային, այն ինչ որ նաև կրթության օրենքի կրթության մասին օրենքում է ամրագրված, որ հանրապետական դպրոցները միտված են ոչ միայն առարկաների մասին գիտելիքներ տալու, այլ քաղաքացի դաստիարակելու, փորձելու ենք պարզել, թե ինչպես է դա տեղի ունենում, եթե մի քանի հարցազրույցներ արդեն ունեցել եմ, Կարպիսը այն հեռացնել եք ձեզ աշխատանքից, հա, փաստորեն։ Դու մի քիչ շունչ քաշի նորես նես։ Կարպիսի հետ, այո, հարցազրույցից վազեվազ եկել է Կարինեն։ Ինչու հեռացել աշխատանքից։ Քաղաքացիական ակտիվության Համար, որովհետև իրեն ինչին էիք դեմ, ինչին էիք կողմ, ինչը դուր չեկավ։ հասկանում առնում դեմ էս համանդրական փոփոխություններին, հա, ոչի կողմնակից է եւ ասիկ պայքարում է։ Դպրոցում դա դուր չեկավ։ Դպրոցում հա բանում եմ որպեսզի հրաժարվում հայացնից հրապարակային գործունեությունը դադարեցնեմ։ Մի քանի զգուշացումներից հետո ի վերջո ազատեցին աշխատանքից։ Հիմա աշխատանք գտել եք։ Հա, ճարտարապետական համալսարանում։ Շատ լավ, ռեպորտաժը Հրայր Թամրազյանի Կիրակնորյա վերլուծականի ընթացքում դուք հնարավորություն կունենաք դիտել, իսկ ես մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ քիչ անց մոտավորապես 1 ժամից մենք ուղիղ կապ կունենանք, ուղիղ կապ կապահովենք նախագահի նստավայրից, որտեղ այսօր սպասվում է Հանրապետականի եւ Դաշնակցության միջև քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը, սա այսօրվա քաղաքական թիվ 1 նորությունն է, հետևեք Ազատություն TV-ին, իսկ մենք կհանդիպենք երեկոյան ժամը 8-ին ուղիղ եթերում, հաջողություն։